Partիրոջ Աստծո ժողովուրդ, եկեք ես իհարկե ռուսերեն կխարոզեմ, ոչ իհարկե ուղղակի տենց հեշտ կլինի փոխանցեմ այն հայտնությունը կամ այն խոսքը, որ իմ սրտում մեջ է։ Բայց եկեք մի փոքր աղոտ կանենք, դուք նստած տեղը, որպեսզի խոսքը կենթանի լինի մեր համար։ Մենք կարանք խոսքը լսենք, մենք կարանք խոսքը նույնիսկ անգիր անենք, բայց պետք է խոսքը սենց ասեմ մարմին դառնա մեր մարմնի մեջ եւ բնակվի մեր մեջ լի ճշմարտությունով եւ շնորհքով։ Ամեն։ Սիրելի հայր, մենք շնորհակալ ենք այսօրվա համար, այս ժամանակի համար, որ մենք կարող ենք քո խոսքը լսել։ Ես խնդրում եմ քեզ Սուրբ Հոգի, որ դու իմ եւ իմ եղբայր քույրերի սրտերը բացես, նաեւ միտքս, մեր մտքերը բացես Տեր Հիսուս, որպեսզի քո խոսքը առատորեն լսվի մեր մեջ եւ քո խոսքը զուր չլինի մեր մեջ Տեր Հիսուս, քո խոսքը անի այն, ինչի համար որ դու ուղարկում ես, Քրիստոս Հիսուս։ Ամեն։ Ամեն։ Слава Господу։ Հիմա կողմնա, հա, տենց։ Ага. Слава Господу. Мы удивительное время живем. Մենք ապրում ենք հրաշալի ժամանակներում։ Հրաշալին чудесներ, удивительно. Զարմանալի ժամանակներ։ Այնքան էլ հրաշալի չի։ Մենք հրաշալի Աստված ունենք, բայց ժամանակ։ Знаете, куда-то исчезла стабильность. Գիտեք, կայունությունը ինչ որտեղ անհետացել է։ Мы не знаем, что завтра будет. Մենք չգիտենք ինչ է սպասում վաղվա օրը։ Мы не знаем, где мы будем. Չգիտենք որտեղ ենք լինելու։ И как раз приходит слово Иисуса. Եվ հենց այդ ժամանակ գալիս է Հիսուսի խոսքը։ Думаю о сегодняшнем дне. Մտածիր այսօրվա մասին։ Не знаешь, нас не пугает сегодняшний день. Գիտեք, մեզ չի վախացնում այսօրվա օրը։ Как-нибудь проживем сегодня. Ինչ որ մի կերպ կապրենք այսօր։ Нас пугает завтра. Մեզ վախացնում է վաղվա օրը։ Нас, поэтому мы теряем мир. Այդ պատճառով մենք կորցնում ենք մեր խաղաղությունը։ Что будет завтра? Վաղը ինչ է մեզ սպասվում։ Я пришел сказать тайну, Ես եկել եմ մի գաղտնիք հայտնեմ ձեզ, которую вы никогда не слышали. որը դուք երբևիցե չեք լսել։ Завтра Վաղը Иисус один и тот же. Հիսուսը միևնույնն է։ Как Он заботился о нас вчера, Ոնց որ ինքը մեր մասին հոգ էր տանում երեք, как сегодня, այսօր էլ է հոգ տանում, будь уверен, что Он завтра тоже так будет. եւ վստահ եղիր, որ վաղն էլ հոգ կտանի։ Поэтому, когда мы ложимся, пусть мы спим. Դրա համար երբ որ պարկում ես, քնիր հանգիստ։ Я знаю, что в Армении все нормально спят, никто не нервничает. Здесь это такая мирная страна, все хорошо. Просто говорю. Գիտեմ, որ Հայաստանում ոչ մեկ չի անհանգստանում, չէ՞ որ սա շատ խաղաղ երկիր է։ Но в это время, именно в это время, как никогда нам нужно слышать голос Божий. Այս ժամանակներում մենք հատկապես կարիք ունենք լսելու Աստծո ձայնը։ В это время, как никогда, нам нужно, чтобы это слово ожило для нас. Հենց այս ժամանակներում կարիք ունենք, որ այս խոսքը կենթանանա մեզ համար։ Одна сестра рассказывала мне, Մի քույր ինձ պատմում էր, она говорила, что у меня настроение упало, все плохо в моей жизни было. Նա պատմում էր, որ իր տրամադրությունը ընկել է, ամեն բան շատ վատ էր իր А կյանքում։ потом к ним в церковь приехал один проповедник. Ու հետո նրանց եկեղեցի մի քարոզիչ եկավ։ И он заставлял, как она говорила, заставлял всех смеяться. Եվ ինչպես որ նա էր փոխանցում, այդ քարոզիչը ստիպում էր, որ բոլորը ծիծաղեն։ Ну, она первые полчаса не смеялась, потому что у нее настроения не было. Առաջին կես ժամը նա չէր ծիծաղում, քանի որ տրամադրություն չուներ։ Потом все смеялись, она тоже начала смеяться. Հետո բոլորը ծիծաղում էին, ինքն էլ սկսեց ծիծաղել։ И сказала, мне стало хорошо. Եվ ասեց, ես սկսեցի ինձ լավ զգալ։ Я говорю, прекрасно. Ես ասում եմ, դե հրաշալի է։ Потом, говорит, через полгода опять мне было плохо. Հետո ասում եք, կես տարի հետո ես նորից սկսեցի ինձ վատ զգալ։ И я помолилась Богу. Եվ ես աղոթեցի Տիրոջը, Бог услышал меня. Աստված ինձ լսեց։ И этот проповедник снова приехал. Եվ այդ քարոզիչը նորից եկավ։ И опять мы смеялись. Եվ մենք նորից ծիծաղում էինք։ И опять мне стало хорошо. Եվ ես նորից սկսեցի ինձ լավ զգալ։ Видишь? Տեսնում ես։
Я говорю, сестра, Ես ասում եմ քույրիկ ջան, что этот проповедник каждые полгода должен приезжать? ինչ է այդ քարոզիչը պետք է ամեն կես տարին մեկ գա։ Знаете, в чем проблема ее? Գիտեք ինչումն է նրա խնդիրը։ У нее не было слова, которое бы пребывало или жило в ней. Նա չուներ խոսք, որը ապրում էր նրա մեջ։ Вы можете сюда прийти, Դուք կարող եք այստեղ գալ, чувствовать, присутствие Божие զգալ Աստծո ներկայությունը, во время прославления, փառաբանության во время ժամանակ, молитвы, во время слова. աղոթքի, խոսքի ժամանակ, И это нам нужно. եւ մենք дրա կարիք ունենք։ Но если вы уйдете без слова, Բայց եթե դուք առանց խոսքի գնաք, то нет никакой гарантии, ոչ մի երաշխիք չկա, нет никакого основания, на котором стоять. ոչ մի հիմք չկա մեզ համար կանգուն մնալու։ Скажите, пожалуйста, было ли в вашей жизни ситуации, Ասեք խնդրում եմ, եղել է ձեր կյանքում այնպիսի իրավիճակ, которые вы не можете контролировать? որը դուք չեք կարող վերահսկել։ Все равно оно будет. Միևնույնն է, կլինեն այդպիսի дебքեր։ И это не хорошая ситуация. Եվ դա լավ իրավիճակներ չեն։ Но у нас церковь веры, у нас всегда хорошо. Դե մենք հավատքի եկեղեցի ենք, մեր մոտ ամեն բան միշտ լավ է։ Ладно, я, по-моему, в друг... Ладно, можете поднять руку тот, кто вот была ситуация, которую ты не контролируешь, она все равно произойдет. Կարող եք ձեր ձեռքը բարձրացնել այն մարդիկ, ում կյանքում եղել են իրավիճակներ, որոնք անվերահսկելի են եղել։ Если вам трудно, я объясню. Եթե ձեզ համար դժվար է, կբացատրեմ։ На протяжении 2 лет или 3, да? Գրեթե 3 տարի է արդեն։ Не, я не про войну. У меня сначала ушел на небо отец, а потом мать. Սկզբում իմ հայրը գնաց երկինք, հետո մայրս։ И я не мог никак это остановить. Եվ ես չէի կարող դա կանգնեցնել։ Не мог. Չէի Хотя կարող, хотел, բայց ուզում էի, но не могу. բայց չեմ կարող։ И куча вещей. Вы знаете, я с Украины, там война. Եվ շատ այլ բաներ, գիտեք, որ ես Ուկրաինայից եմ եւ այնտեղ պատերազմ է։ И много вещей, которые будут происходить. Եվ շատ բաներ են կատարվում։ Тогда у меня вопрос Այդ դեպքում ես հարց ունեմ, самому себе. ինքս ինձ եմ ուզում Как я հարցնել։ должен себя держать? Ինչպես ես պետք է ինձ պահեմ։ Что я должен делать? Ինչ պետք է անեմ։ Где Бог? Որտեղ է Աստված։ Где я? Որտեղ եմ ես։ И много таких вопросов. Եվ շատ այլ այսպիսի հարցեր։ Давайте откроем книгу Экклесиаст. Сегодня оттуда начнем. 4 глава, 9 стих. Եկեք բացենք Ժողովող 4-րդ գլուխ 9-րդ խոսքը։ У меня позитивное послание будет. Ես պոզիտիվ ուղերձ ունեմ։ 9 стих начинается со слов «Твоим лучше, нежели одному». 9-րդ խոսքը այսպես է սկսվում. Երկուսը մեկից լավ է։ Двоим лучше, нежели одному. Երկուսը մեկից լավ է։ И так и моя проповедь называется. Двоим лучше, нежели одному. Եվ իմ քարոզը նույնպես այսպես է կոչվում. Երկուսը մեկից լավ է։ Один хорошо, но двоим лучше. Մեկը լավ է, բայց երկուսն ավելի լավ է։ Потому что у них есть доброе вознаграждение в труде. Որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։ Տանջանքի։ Աշխատանքից ռուսերենում։ Искакан хайкакан хускерет. Ибо если упадет один, то другой поднимет товарища своего. Но горе одному, когда упадет, а другого нет, который поднял бы его. Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի, բայց վայ մեկին, որ ընկնում է, եւ չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։ Также если лежат двое, то тепло им, а одному как согреться. Նաեւ երբ որ երկուսը միասին պարկեն, կտաքանան, իսկ մեկն ինչպես կտաքանա։ И если станет преодолевать кто-либо одного, то двое устоят против него, и нитка втрое скручена, не скоро порвется. Եվ եթե մեկը նրան բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն, եռապատիկ թելը շուտ չի կտրվի։
Аминь. Я думаю, что вы слышали это место, читали. Կարծում եմ դուք կարդացել եք այս И մասը։ эта часть начинается с того, что двоим лучше. Եվ ես հատվածը սկսվում է նրանից, որ երկուսը ավելի լավ է։ И обычно мы говорим про семью. Եվ սովորաբար մենք սա վերագրում ենք ընտանիքին։ И так оно и есть. Եվ դա հենց այդպես էլ է։ Двоим лучше, потому что Бог, когда создал Адама, сказал, хорошо, если у тебя кто-то будет. Դա հենց այդպես էլ կա, որովհետև երբ Աստված ստեղծեց Ադամին, ասեց լավ կլինի, որ քո կողքին մեկը լինի։ Бог так создал нас. Աստված է մեզ այսպեսին И сказал, ստեղծել։ что так лучше. Եվ ասել է, որ այսպես ավելի լավ է։ Наша задача поверить в это. Իսկ մեր գործը դրան հավատալն է։ Но на самом деле, Բայց իրականում иногда мы думаем, մենք երբեմն մտածում ենք, одному лучше. որ մենակով ավելի լավ է։ Оставьте меня в покое. Ինձ մենակ թողեք։ Не звоните мне. Ինձ մի զանգեք։ Что тебе надо? Քեզ ինչ է պետք։ Один раз я сказал в одной церкви, двоим лучше, нежели одному. Մի անգամ ես մի եկեղեցում ասացի, որ երկուսին մեկից լավ է, И один брат подошел после собрания եւ մի եղբայր ինձ մոտեցավ հավաքույթից հետո и сказал, брат мой, եւ ասեց. Եղբայր իմ, у меня сейчас такая семейная ситуация, ինձ մոտ մի այնպիսի ընտանեկան իրավիճակ է հիմա, что одному лучше, чем двоим. որ մենակով ավելի լավ է, քան երկուսով։ Этот список, что мне оставьте меня в покое, Եվ այս ցուցակը, օրինակ ինձ մենակ թողեք, сейчас современный банк, собственное пространство или как? Вот. Личное пространство։ Ինչ? Личное пространство։ Личное пространство. Հիմա այսպիսի մի հատ երևույթ кա, չէ, շատ ժամանակակից, որ ասում են իմ անձնական տարածք մի մտեք։ Это вот рука, вот все. Հա, ձերքից երկարության դիստանցիան պահեք, эли։ Да, мы были молоды, этого пространства вообще не было. Երբ որ մենք էինք երիտասարդ, այդպիսի տարածք գոյություն չուներ։ Нам просто никто не сказал, что он есть. Կամ են ոչ մեկ մեզ չէր ասել, որ այն կա։ Знаете, вы можете мне доказать сейчас, что лучше, чтобы ты один остался. Գիտեք, դուք կարող եք հիմա ինձ ապացուցել, որ ձեզ համար ավելի լավ է, որ մենակ մնաք։ И я, может быть, и соглашусь с вами. Եվ միգուցե ես էլ համաձայնվեմ ձեզ հետ։ Но что делать со Словом Божьим? Բայց այս խոսքի հետ ինչ անենք։ Ну что делать с ним? Ինչ անենք։ Գրված է, չէ։ Надо, наверное, поверить в это Երևի պետք է հավատանք այս խոսքին и принять это. եւ ընդունենք այդ Почему խոսքը։ я сегодня хотел об этом говорить с вами Ինչու է ես այսօր уզում հենց սրա մասին ձեզ հետ и խոսել։ говорил о том, что какая ситуация во всем мире? Եվ խոսում էի նրա մասին, թե ինչպիսի իրավիճակ է ամբողջ աշխարհում։ Чуть позже ты увидишь, но на самом деле мы не выживем, если будем одни. Եվ դու մի քիչ հետո կհամոզվես, որ մենք իրականում նույնիսկ չենք կարող գոյատևել, եթե մենք մենակ մնանք։ Смотрите, этот второй, Տեսեք, այս երկրորդը, согласно этому месту Писанию, այս սուրգրային հատվածի если համապատասխան։ ты упадешь, Եթե դու ընկնես, քո գլխին ավետարան չի քարոզել։ Բարձրացնելու է քեզ։ Ամեն։ Вы помните, да, если вам трудно сказать амин, вы головой так делаете. հիշում եք, չէ, եթե դժվարանում եք ամեն ասել, գլխով արեք գոնե։ Да. Здесь не говорится о том, что лишь бы с кем-то был. Այստեղ չի խոսվում նրա մասին, որ կապ չունի ով է կողքդ, այնքան որ մի մարդ լինի։ Нет, говорит, этот второй, он поднимет тебя. Այստեղ գրված է, որ այդ երկրորդը ինքը քեզ կբարձրացնի։ А еще это значит, Եվ նաև դա что նշանակում է, ты поднимешь его тоже, не только он тебя. որ երբ նա ընկնի, դու էլ նրան կբարձրացնես։ Будете согревать друг друга. Դուք իրար կտակացնեք։ Այն հայկական խոսքը, չէ՞, մարուզանում։ Другая вещь, если на тебя давление есть, вы вдвоем устоите.
Եվ հաջորդ բանը, եթե ձեր վրա ճնշում կա, դուք երկուսով կհաղթահարեք դա։ Аминь. Я скажу тебе, дьявол прилагает колоссальные усилия, чтобы разделить нас. Ես կարող եմ ձեզ ասել, որ սատանան ամենաուժեղ ջանքերը գործադրում է, որպեսզի մեզ մեր մեջ բաժանում բերի։ Начиная с семьи, конечно. Սկսած ընտանիքից իհարկե։ Потом, вы знаете, в Армении таких вещей нету, просто, наверное, вы не поймете. Երևի Հայաստանում տենց բան չկա, չեք հասկանա, բայց կասեմ։ В Украине есть, мы западные украинцы, те говорят, я восточный. Ուկրաինայում օրինակ կա, մեկ ասում է ես արևմտյան ուկրաինացի եմ, մեկ ասում է А արևելյան եմ։ потом кто-то говорит, я абаранцы, Հետո մեկ ասում է ես աբարանցի եմ։ Ղարաբաղցի եմ։ Մեր մոտ էլ չկա դա։ Այսքանը հայերեն ասեմ էլի։ Ասում եմ, ես առաջ մտածում եմ խնդիրը մեկը աբարանցի է, մյուսը իջևանցի է։ Բայց ես Երևանում մեծացել եմ, մենք ասում ենք, այս քանակերցիկ կոմիտասիկ, բայց դա էլ չէ, հերիկ։ Մեր շենքը 3 պատիեզդ էր։ Մենք ասում ենք, այդ առաջի պատիեզդի մարդիկ չեն։ Вы слышали такое понятие? Լսել եք այսպիսի հասկացության մասին։ Divide and imperia, это латинерена. Բաժանիր եւ իշխիր։ Империя иշխանությունը. Но это сатанинское понимание. Բայց սա սատանայական հասկացություն։ Разделяй и властвуй. Բաժանիր եւ տիրիր։ Разделяй и властвуй. Բաժանիր եւ տիրիր։ На самом деле это система Вавилона. Իրականում սա բաբելոնյան համակարգ է։ Когда люди начинали не понимать друг друга. Երբ մարդիկ սկսեցին չհասկանալ իրար։ Иногда мы говорим на одном и том же, скажем, армянском языке. Երբեմն մենք խոսում ենք միևնույն, օրինակ հայերեն լեզվով, И мы не понимаем друг друга. բայց միևնույնն է, իրար չենք հասկանում։ Есть такое? Կա այսպիսի երևույթ։ Например, ты включаешь, какой-то депутат говорит, и ты не понимаешь, что он хочет. Օրինակ մեկ-մեկ միացնում ես հեռուստացույցը, ինչ որ падգամավոր խոսում է, բայց դու նրա ասածից ոչինչ չես հասկանում։ Что он хочет? Ինչ է ուզում։ Когда со мной говорят люди, и я не понимаю, я думаю, он депутат, раз он говорит. Երբ ինձ ասում են ես չեմ հասկանում, մտածում եմ երևի падգամավոր է։ Это лиранскосно. Хорошо, идем дальше. Это система Вавилона. Սա բաբելոնյան համակարգ է։ Когда мы говорим и не понимаем друг друга. Երբ մենք խոսում ենք, բայց իրար չենք հասկանում։ И это приносит разделение. Եվ սա բերում է բաժանում։ Вы знаете, когда Дух Святой сошел, Գիտեք, երբ Սուրբ Հոգին իջավ, люди начали говорить языками. մարդիկ սկսեցին լեզուներով խոսել։ И все понимали, о чем они говорят. Եվ բոլորը հասկանում էին, թե ինչի մասին են նրանք խոսում։ Поэтому Бог хочет нас соединить, а не разъединить. Այդ պատճառով Աստված ուզում է մեզ միավորել, ոչ թե բաժանել։ Поэтому Дух Святой это тот, который соединяет нас. Այդ պատճառով էլ Սուրբ Հոգին այն անձնավորությունն է, ով մեզ միավորում է։ Я еще скажу про соединение. Ես էլի կասեմ միավորման մասին։ Нам легче соединяться с теми, кто на нас похожи. Մեզ հեշտ է միաբանվել այն մարդկանց հետ, ովքեր նման են մեզ։ Я был миссионером в Таджикистане, Ես միսիոներ էի Տաջիկստանում։ и наш служитель Сергей Игнашин, он пришел, говорит, такой-то, такой-то брат разводится. Եվ մեր ծառայողներից մեկը Սերգեյ Իգնաշինը եկավ եւ ասեց, այս եղբայրը բաժանվում է։ Я говорю, почему? Ես ասում եմ ինչու։ Он говорит, что мы разные. Նա ասում է, որովհետեւ մենք տարբեր ենք։ Я говорю, слушай, когда он женился, он не понял, что это вообще-то женщина, девушка, это уже разница. Ես նրան ասում եմ, միթե այդ եղբայրը չէր հասկանում ամուսնանալուց, որ տարբեր են։ Հենց մենակ որ կին է ում հետ ինքը ամուսնանում է, արդեն մեծ տարբերություն է։ До этого не видел, он думал, что одинаково все. Նա չէր տեսնում այդ տարբերությունը, մտածում էր իրենք շատ նման են։ Друзья, единство не вокруг одинаковости, Միաբանությունը մեր նման լինելու մեջ չէ, вокруг разности.
Հակառակը տարբեր լինելու մեջ է։ Аминь. Дальше я хочу поделиться, что делать, чтобы все-таки, с одной стороны, мне никто не нужен, а с другой стороны, я одинок. Что делать с этим делом? Ինչ անել հիմա այս երևույթի հետ, որ մի կողմից ինձ ոչ մեկ պետք չի, բայց մյուս կողմից ես ինձ մենակ եմ զգում։ Давайте откроем Евангелие от Иоанна, 14 глава. Եկեք բացենք Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխը, 18 стих. 18-րդ խոսքը։ Это слова Иисуса Христа. Սա Հիսուս Քրիստոսի խոսքն է։ Вы немножко верите словам Иисуса Христа, да? Դուք երևի մի քիչ հավատում եք, չէ՞ Հիսուսի խոսքերին։ Он сказал, не оставлю вас сиротами, приду к вам. Նա ասել է. Ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ И мы знаем, что Он пришел Եվ մենք գիտենք, որ նա եկավ Духом Святым. Սուրբ Հոգու միջոցով։ В другом месте написано, не оставлю тебя и не покину. Մեկ այլ տեղ գրված է, որ քեզ չեմ թողնի եւ չեմ լքի։ Так вот, номер один. Այսպիսով համար առաջինը։ Ты должен этот вопрос своего одиночества решить с Господом. Դու պետք է քո մենակության հարցը լուծես Տիրոջ հետ։ Если вы или я Եթե դուք կամ ես не решу этот вопрос с Господом, այդ հարցը չլուծեմ Տիրոջ հետ, если я там не получу, так сказать, удовлетворения, եթե ես այնտեղ չստանամ բավարարվածություն, то никто другой не наполнит. ապա որևէ մեկը չի կարող լցնել դա։ Слышали такие слова? Լսել եք այդպիսի խոսքեր։ Այս մարդուն այնքան լավություն եմ արել։ Мы не будем удовлетворены ни от своего мужа, ни от своей жены, ни от своих друзей, подруг. Մենք երբեք չենք զգա բավարարված մեր կնոջից, ամուսնուց, ընկերներից, Родителей, церкви. ծնողներից, եկեղեցուց, Друзья, это очень важный вопрос, это фундамент. ընկերներ, սա շատ կարևոր հարց է եւ սա հիմքային հարց է։ Когда я соединился с Господом, я уже не один. Երբ ես միացա Տիրոջ հետ, ես արդեն մենակ И даже չեմ։ если меня люди оставляют, Եվ նույնիսկ եթե մարդիկ ինձ լքում են, а меня оставляли люди, իսկ ինձ շատերն են թողել։ вас тоже, наверное. Хотя бы один Երևի человек ձեզ է։ оставил вас, Գոնե մի հոգի երևի թողած կլինի ձեզ։ на которых вы надеялись, Այն մարդիկ, ում դուք վստահել եք, кому вы хоть часть своей жизни посвятили. կամ նվիրել եք նրանց ձեր կյանքի մի И մասը։ когда эти люди оставляют вас, Եվ երբ այդ մարդիկ ձեզ թողնում են, вы себя чувствуете таким слабым, немощным, одиноким. դուք ձեզ այնքան թույլ, տկար ու անկարող եք զգում։ Если Մենակ։ у вас нет взаимоотношений с Господом. Եթե ձեզ դուք չունեք փոխհարաբերություն Տիրոջ հետ, Есть один, который никогда вас не оставит ни при каких условиях. կամ մեկը, ով երբեք ձեզ չի թողնի ոչ մի հանգամանքներում։ Будешь проходить через огонь, он с тобой. Եթե դու կրակի միջով անցնես, նա քեզ հետ կլինի։ Когда будет вода, вода не потопит тебя. Եթե ջուր լինի, ջուրը քեզ չի խորտակի։ Это Бог, который всегда будет с тобой. Աստված է, որ միշտ քեզ հետ կլինի։ Есть еще одна вещь Եվս մեկ բան կա, по отношению к Богу. Աստծո հետ կապված։ Он понимает тебя. Նա քեզ հասկանում է։ Он понимает тебя. Նա քեզ հասկանում է։ Еще одна вещь с Богом есть. Էլի մի բան, որ Աստծո հետ կապված կա։ Бог знает все о тебе. Աստված ամեն բան գիտի քո մասին։ Всю твою внутренность, Քո ամբողջ ներաշխարը, твои мысли, քո մտքերը, каков ты. ինչպիսին ես դու, И все-таки остается с тобой. բայց միևնույնն է։ Այլ խոսքերով, Бог создал нас так, что мы нуждаемся в друг друге. Աստված մեզ ստեղծել է այնպիսին, որ մենք միմյանց կարիքը ունենք։ Твоя реальная любовь к Богу, Քո իրական սերը Աստծո հանդեպ она будет проявляться в любви к брату или к сестре. կդրսևորվի քո սիրո մեջ, քո Когда я говорю, քրոջ что կամ եղբոր я հանդեպ։ люблю Бога, Երբ ես ասում եմ ես սիրում եմ Աստծուն, вы же не можете это проверить. չեք կարող չէ դա ստուգել։ Все мое сердце с Господом.
Իմ ամբողջ սիրտը Աստծո Ну հետ է։ как вы проверите? Ինչպես կարող եք դա ստուգել։ Только как я отношусь в церкви, хотя бы в церкви, к брату или к сестре. Գոնե կարող եք ստուգել այն բանով, թե ինչպես եմ ես վերաբերվում իմ եկեղեցում քրոջը կամ եղբորը։ Теперь я хочу хотя бы вот это предложение, если вы запомните, то вы можете все остальное не запомнить. Ուզում եմ, որ հենց այս նախադասությունը շատ լավ հիշեք։ Գոնե սա հիշեք, մնացածը ոչինչ, որ չհիշեք։ Друзья, Бог соединил нас с собою, Աստված մեզ միավորել է իր հետ, но не только. բայց ոչ միայն։ Бог соединил нас друг с другом. Աստված նաև միավորել է մեզ իրար հետ։ Когда вы принимаете вечерю, Երբ որ դուք հաղորդություն եք ընդունում, написано, что один хлеб, գրված է, որ մեկ հաց է, который есть тело Христово, որը Քրիստոսի մարմինն է, и мы все соединены в одном теле. եւ մենք բոլորս միավորված ենք նրա մարմնի մեջ։ Конечно же, вначале надо соединиться с Господом. Իհարկե, սկզբում պետք է Աստծո հետ միանալ, Но это также значит, что Бог соединил нас в одну церковь. բայց դա նաև նշանակում է, որ Աստված է մեզ միավորել մեկ եկեղեցու մեջ։ Аминь. Теперь сегодня буду учить об этом. Հիմա դրա մասին եմ Это было սովորել։ вступление. Սա դեռ ներածությունն էր։ Ладно, очень коротко, но очень важное место. Давайте откроем 1 Коринфянам, 12 глава. Շատ կարճ, բայց շատ կարևոր։ Առաջին Կորինթացիների 12-րդ գլուխը։ Кто-то знает, что было в 12 главе? Что там написано? Ինչ որ մեկը գիտի, թե այնտեղ ինչի մասին է խոսվում։ А? Դարի։ Про дары, про церковь. Պարքևների եկեղեցու մասին։ Начинается со слов: «Не хочу вас оставить, братья, в неведении и о дарах духовных». Այս խոսքերով է սկսվում. Եղբայրներ, չեմ կամենում, որ հոգևոր պարքևների մասին անտեղյակ լինեք։ Фактически 12 глава, когда говорится о дарах, Այսինքն 12-րդ գլուխը, երբ խոսվում է պարքևների մասին, Павел хочет, чтобы мы понимали и знали это. Они наоборот перепутали все. Պողոս առաքյալն ուզում է, որ մենք հասկանանք եւ իմանանք պարքևների մասին, այլ ոչ թե հակառակը ամեն բան խառնենք իրար։ Значит, все, что дальше будем читать, оно должно быть понятным для нас. Դա նշանակում է, որ ինչ որ մենք հետո կարդալու ենք, մեզ համար պետք է հասկանալի И, լինի։ конечно же, Дух Святой поможет, чтобы мы поняли это. Իհարկե, Սուրբ Հոգին մեզ կօգնի, որպեսզի հասկանանք։ Аминь. Давайте 4 стих. Եկեք 4-րդ խոսքը կարդանք։ Дары различны, но Дух один и тот же. Պարքևները զանազան են, բայց պարքևողը նույն Հոգին է։ Аминь. Мы разные, Մենք տարբեր ենք, но мы все одним Духом крещены в одно тело. բայց մենք բոլորս մեկ հոգով մկրտված ենք մեկ մարմնի մեջ։ У нас в Киеве одна женщина перед входом стоит и приглашает людей. Կիևում մեր եկեղեցում մի կին կանգնում է դռների մոտ եւ հրավիրում է մարդկանց Эсти եկեղեցու։ хамете, кести хам. Հա, այդ ձևով է հրավիրում։ И один мужчина начал сердиться. Եվ մի տղամարդ սկսեց բարկանալ։ И я это увидел. Եվ ես դա տեսա, А он говорит: разберитесь сами, кто вы такие. եւ նա ասում էր, մի հատ հասկացեք դուք ով եք ընդհանրապես։ Если Бог один, почему вас так много разных? Եթե Աստված մեկ է, ապա ինչու եք դուք այսքան շատ ու տարբեր։ И я подошел к нему. Եվ ես նրան Я մոտեցա, сказал: скажите, пожалуйста, у вас дети есть? եւ հարցրեցի նրան, խնդրում եմ ասեցի, ասեք ինձ, դուք երեխաներ ունեք։ Он сказал: да, 4. Եվ ասաց, այո, 4-ը ունեմ։ И я говорю: и все от одной и той же жены? Եվ ես հարցրեցի, բոլորն էլ մի կնոջից են։ Он говорит: да. Ասաց, այո։ Итак, у тебя 4 детей. Այսպիսով դու ունես 4 երեխա, У этих детей один и тот же отец, одна и та же мать. եւ այդ երեխաները ունեն нույն հայրն ու մայրը, И все они одинаковые. եւ նրանք բոլորը նույնն են։ Он говорит: нет, очень разные. Եվ ասում եմ, ոչ, նրանք շատ տարբեր են։ Я говорю: как так получилось? Եվ ես ասում եմ, այդ ո՞նց այդպես ստացվեց։ Тот же самый отец, Նույն հայրը, та же самая мать. նույն մայրը,
И разные. Բայց ո՞նց երեխաները տարբեր ստացվեցին։ Если у кого-то есть больше, чем один ребенок, понимает, о чем я говорю. Եթե ինչ որ մեկը մեկից ավել երեխա ունի, հասկանում է ինչի մասին եմ խոսում։ У нас первый ребенок, когда родился, Մեր առաջին երեխան երբ ծնվեց, Лариса, как мама, Լարիսան որպես մայր, она дастиракель. И все по книжке, все правильно. ամեն ինչ գրքով, ամեն բան ճիշտ անում էր։ Это был просто супер ребенок. Բայց դա սուպեր երեխա էր։ Когда родилась дочка вторая, Երբ երկրորդը ծնվեց աղջիկս, с момента рождения հենց ծնվելու պահից սկսած никакая книга не работает. ոչ մի գիրք չէր աշխատում։ Мы понимаем, о чем мы говорим. Հասկանում եք, չէ՞ ինչի մասին։ Вопрос не եմ в խոսում։ том, что разные дети, Հարցը նրանում չէ, որ տարբեր и երեխաներ они են։ будут разными. Միևնույնն է, նրանք տարբեր են լինելու։ Вопрос в том, что у них один и тот же родитель. Հարցը նրանում է, որ նրանք ունեն միևնույն И ծնողը։ я этому мужчине сказал. Եվ ես այդ տղամարդուն ասացի. Вопрос не в том, что мы разные. Հարցը նրանում չէ, որ մենք տարբեր ենք։ Вопрос в том, кто наш отец. Հարցը նրանում է, թե ով է մեր հայրը։ Он сразу убежал, конечно. Նա Но իհարկե միանգամից փախավ, я думаю, по крайней мере, начал думать. բայց ես կարծում եմ, որ գոնե սկսեց մտածել։ И от того, что мы разные, Եվ նրանից, որ մենք տարբեր ենք, это не должно отдалять нас. դա չպետք է մեզ հեռացնի իրարից։ И дальше написано, что Бог дал дары. Եվ հետո գրված է, որ Աստված պարգևներ տվեց։ Разные дары. Տարբեր պարգևներ։ И сразу после даров Бог начинает говорить о церкви как о теле. Եվ միանգամից պարգևներից հետո սկսում է Աստված խոսել եկեղեցու մասին որպես մարմնի։ Аминь. Ибо как тело одно, но имеет многие члены. Որովհետև 12 стих. 12. ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, И все члены одного тела, хотя их и много. եւ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մեկ մարմին են։ Так и Христос. Այնպես էլ Քրիստոսը։ Друзья, Бог не говорит, есть тело, просто нога. Ընկերներ, Աստված չի ասում, կա մարմին, ուղակի ոտք, Есть тело, просто нос. կա այդպիսի առանցին ուրիշ մարմին, ուղակի քիթ է իրեն։ Есть другое тело, ухо. Կա մի ուրիշ մարմին, որ ամբողջությամբ ականջ է։ Если ты чувствуешь себя ухом, иди в то тело. Եթե դու քեզ ականջ ես զգում, գնա այդ մարմնին А если ты միացիր։ чувствуешь себя ногой, Իսկ եթե դու քեզ ոտք ես զգում, тогда иди в тело ноги. գնա ոտքի մարմնին միացիր։ Вы там поймете друг друга, все вы ноги. Դուք այնտեղ բոլորդ իրար լավ կհասկանաք, քանի որ Притом, если բոլորդ ты- ոտք եք։ Աչ ոտես, աչ ոտ եկեղեցի գն։ Որ ասում է կուսնել աչը, հա։ Вы понимаете? Դուք Это так հասկանում եք, смешно չէ՞։ выглядит, но мы иногда так себя и ведем. Սա իրականում ծիծաղելի է մեզ համար, բայց հաճախ մենք հենց այսպես ենք մեզ պահում։ То, против чего Павел писал, мы все равно время от времени возвращаемся к этому. Այն ինչի դեմ Պողոս առաքյալը գրում էր, մենք ժամանակ առ ժամանակ գնում ենք դեպի դա։ Говорит, это одно тело. Պողոսն ասում է, սա մեկ մարմին է։ Да, мы все разные. Այո, մենք բոլորս տարբեր ենք։ Мы можем смотреть на наше тело, говорит, вот так и Христос, Христово тело. Մենք կարող ենք նայել մեր մարմնին եւ ասել, այ այսպես էլ Քրիստոսն է կամ Քրիստոսի մարմինն է։ Вы понимаете, что рука руку моет? Դուք հասկանում եք, չէ՞, որ ձեռքը ձեռք է լվանում։ Вы понимаете, что нога нужна кому-то еще? Դուք հասկանում եք, որ ոտքը էլի ինչ որ մեկին է պետք։ Так и тело Христово. Այդպես էլ Քրիստոսի մարմինն Мы է։ нужны друг другу. Մենք իրար կարիքը ունենք։ Вы читали, что где двое или трое, там Иисус посреди? Կարդացել եք, չէ՞, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, նա այնտեղ է, նրանց մեջ է, նրա անունով հավաք։ Если вам не трудно, Եթե ձեզ համար դժվար չէ,
Посмотри на своего соседа и скажи, вот из-за тебя Иисус здесь. Նայիր քո կողքի նստածին եւ ասա, այ քո պատճառով Հիսուսն այստեղ է։ Уже хорошо становится. Արդեն լավ ենք, չէ՞ զգում ես։ Друзья, Бог нас соединил не только с собою, но и друг с другом. Ընկերներ, Աստված մեզ միավորել է ոչ միայն իր հետ, այլ նաև իրար հետ։ Теперь я вам прочитаю еще одно место здесь, в 12 главе. Հիմա ես այս 12-րդ գլխից էլի մի տեղ կկարդամ։ Итак, мы поняли. Да, мы разные, мы все в одном теле, мы разные, хорошо, слава Богу. Մենք հասկացանք, այո, մենք տարբեր ենք, Փառք Աստծուն, մենք մի մարմնի մեջ ենք, բայց տարբեր ենք։ Все начиналось с даров. Ամեն բան սկսվել էր պարգևներից։ Это глава. Այսինքն այս գլուխը հենց То есть у պարգևներից։ всех разные дары, Բոլորը տարբեր պարգևներ у ունեն։ всех разные способности. Բոլորը տարբեր ընդունակություններ ունեն։ Все разные, Բոլորը տարբեր են։ но все в одном теле. Բայց բոլորը մեկ մարմնի մեջ И են каждый на своем месте. եւ ամեն մեկը իր տեղում է։ Ну, образно говоря, мы не все сидим на первом ряду. Այսինքն, եթե այսպես ասենք, մենք բոլորս առաջին շարքում նստած У չենք, каждого есть свое место в церкви. ամեն մեկն իր տեղն ունի եկեղեցում И 25 стих. եւ 25-րդ խոսքը։ Давайте еще раз, прежде чем прочитаем. Мы разные, мы в одном теле. Նորից մինչև կկարդանք, մենք տարբեր ենք, մեկը մեկ մարմնի У нас մեջ ենք, разные дары. տարբեր պարգևներ ունենք И 25 стих. եւ 25-րդ խոսքը, Дабы не было разделения, որpիսի մարմնի մեջ բաժանում չլինի, а все члены одинаково заботились друг о друге. այլ որpիսի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգացությունը Теперь ունենան։ большинство разделений в церкви из-за того, что два дара есть в церкви. Եկեղեցում մեծամասամբ լինում են բաժանումներ նրանից, որ նույն պարգևից, տարբեր պարգևից, Да. տարբեր պարգևներ են լինում։ О, я тоже могу. Եվ մարդիկ ասում են, ես էլ կարող եմ։ Зачем мне вот эта церковь? Я сам могу. Ինչի՞ս է պետք այս եկեղեցին, ես ինքս էլ կարող եմ։ Я видел много разделений из-за того, Ես տեսել եմ շատ բաժանումներ այն պատճառով, что два дара вместе не могли трудиться. որ երկու տարբեր պարգևներ իրար հետ չեն կարողանում աշխատել։ Я думаю, большое смирение надо. Ես կարծում եմ, որ մեծ խոնարհություն է պահանջվում։ Два дара не могут быть вместе. Երկու պարգև իրար հետ չեն կարող Я не լինել։ знаю, может это гордость, Չգիտեմ, միգուցե դա հպարտություն է, может еще что-то. միգուցե մեկ այլ բան է։ Но Бог говорит, у вас разные дары. Я так сделал, чтобы не было разделения, а у нас именно из-за этого разделения. Աստված ասում է, որ դուք տարբեր պարգևներ ունեք եւ ես դա նրա համար եմ արել, որպեսզի ձեր մեջ բաժանում չլինի, բայց իրականում հենց դրա պատճառով էլ բաժանում է Вы լինում։ понимаете, куда дьявол бьет? Հասկանում եք, թե ինչին է И խփում я սատանան։ разделюсь, и я скажу, я не с вами. Եթե ես բաժանվեմ ու ասեմ ես ձեր հետ չեմ, Один брат мне сказал, мы так Царство Божие распространяем. մի եղբայր ինձ ասաց, որ մենք այդպես Աստծո արքայությունն ենք տարածում։ Я говорю, ты так меня слабым делаешь, когда ты уходишь. Եվ ես ասեցի, բայց դու ինձ այդպես ավելի թուլացնում ես, երբ որ այդպես ես И ты վարվում։ становишься слабым, когда Եվ դու уходишь. նույնպես ավելի թույլ ես դառնում։ Помните тот стих, с кого мы начали? Հիշում եք, չէ, այն խոսքը, որից սկսեցինք։ Двоим лучше, нежели одному. Երկուսը մեկից լավ է, Потому что вдвое могут противостоять. որովհետև երկուսով հաղթահարելը դիմակայելը другого հեշտ է поднять լինում։ может. Մեկը մյուսին կարող է Ты բարձրացնել, кого-то можешь согреть своей любовью. կարող ես ինչ-որ մեկին ջերմացնել քո սիրով։ Аминь. Итак, Եվ այսպիսով Бог соединил нас в одной церкви. Աստված Разные. մեզ միացրել է տարբեր լինելով մեկ եկեղեցու մեջ։ Об этом, конечно же, об этом нужно говорить и много говорить. Իհարկե սրա մասին պետք է խոսել եւ պետք է շատ խոսել։ И я просто молюсь и благословляю вас, как церковь, Եվ ես աղոթում եմ եւ ձեզ օրհնում եմ որպես եկեղեցի, чтобы дары ваши որպեսզի ձեր պարգևները
они не разделяли и не раздирали друг друга. Ձեզ չբաժանեն իրարից, ոչ էլ ձեզ դուք իրար հոշոտեք դրա պատճառով, А наоборот, այլ ընդհակառակը, чтобы не было разделения. որ բաժանումներ չլինեն։ Знаете ту историю, Գիտեք այն պատմությունը, когда Петр и Иоанн увидели хромого երբ Պետրոսն ու Հովանեսը տեսան կաղ մարդուն и сказали, и исцелили его, да? եւ բժշկեցին նրան, հիշում եք, չէ՞։ Деяния апостолов, 3 глава. Գործ Առաքելոց 3-րդ գլխում է դա։ Но 3 глава, 1 стих начинается со слов, Բայց 3-րդ գլխի առաջին խոսքը այսպես է սկսվում. что Петр и Иоанн Որ Вместе. Պետրոսն ու Հովանեսը Вместе. միասին шли գնում էին на молитву в храм Господень. աղոթքի Տիրոջ տաճարում։ Два апостола вместе. Երկու առաքյալ միասին, На самом деле чудо раньше произошло, когда два апостола вместе. իրականում հրաշքը հենց այնտեղից է սկսվում, երբ երկու առաքյալ միասին գնում էին։ Аминь. Один проповедник сказал, мне кажется, это больше чудо, чем этот... Մի քարոզիչ ասաց, որ կարծում եմ դա ավելի մեծ հրաշք էր, քան հետոյվա կատարվածը։ Давайте вернемся к 1 стиху, и мы скоро закончим. Եկեք վերադառնանք առաջին խոսքին եւ շուտով կավարտենք։ Ну, которое было в Экклесиаст, да? Հա, ժողովողի խոսքին։ Но вы что-то берете сегодня. Դուք ինչ որ բան վերցնում Немножко եք как, այսօր։ немножко не такая вот я не кричу, но я хочу, чтобы вы взяли, что вы соединены из друг с другом. Այնպիսի քարոզ չէ, որ ես տենց գոռամ ոգևորեմ ձեզ, բայց ես ուզում եմ, որպեսզի դուք վերցնեք սա, որպեսզի միավորված լինեք իրար հետ։ Итак, вопрос. Այսպիսով հարց։ Я сам себе задаю. Ես ինքս ինձ եմ տալիս։ Хорошо, այդ Артур, հարցը։ хорошо. Լավ, Արթուր։ Двоим лучше, нежели одному. Երկուսին ավելի լավ է, քան միայնակ։ Но где мне найти того, кто поднимет меня, если я упаду? Բայց որտեղից գտնեմ այդ մարդուն, ով կբարձրացնի ինձ, երբ ես ընկնեմ։ Где мне найти того, когда мне холодно, он бы меня согрел? Որտեղից գտնեմ այդ մարդուն, որ երբ ես մրսեմ, նա ինձ տաքացնի։ Где мне найти того, Որտեղից գտնեմ այն մարդուն, если я кому-то скажу, мне тяжело, он не будет говорить это из-за моих грехов? երբ ասեմ, որ ինձ դժվար է, ինձ չի պատասխանի, որ դա իմ մեղքերի պատճառով է։ Где мне найти такого человека? Որտեղից կարող եմ գտնել այդպիսի Я бы մարդ։ с ним пошел бы. Ես նրա հետ կգնայի Я бы с ним бы ճանապարհ։ соединился в одну церковь. Ես կմիավորվեի այդպիսի մարդու հետ մեկ եկեղեցու մեջ։ Где мне найти такого? Որտեղից գտնեմ այդպիսի մարդ։ Я думаю, я через полгода приеду, тогда скажу, где найти. Կարծում եմ մի կես տարուց կգամ ու այդ վաղ կասեմ, որ ինչպես գտնել։ Ладно. Оказывается, в Библии есть, где найти этого человека. Я думаю, что кто-то хочет такого. Мы все хотим. В действительности мы хотим таких. Պարզվում է Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչպես гտնել, Тем եւ более մենք вот в это բոլորս ուզում время, ենք։ это время пытается тебя заморозить, чтобы ты упал, чтобы ты проиграл. Այս ժամանակները փորձում են քեզ կոտրել, փորձում են քեզ անգործ սարքել, որպեսզի դու պարտվես։ Այո. Притчи 18:25. Առակաց 18:25 Кто хочет иметь таких друзей? Ով է ուզում ունենալ այդպիսի ընկերներ։ Вот так и начинается эта притча. Кто хочет? Я хочу, Господи. Кто хочет иметь друзей? Тот и сам должен быть дружелюбным. 24-րդ խոսքն է։ Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատալի։ Կարող ես սխալեմ։ Притчи 18:25. 25 нету. 18. Հա։ 19-րդ գլուխ, հա։ Կարող է 19:25-ն է։ 24. Ծաղն, չէ։ Վայ։
Найдите это место, кто хочет быть. Տեսեք, այսա կասեք, այդպես տեղ չկա։ Մենք մենակ ենք մնացել։ Кто хочет иметь друзей? Или չկա։ 24-ն է։ Okay, 24-ն է։ Հա, վայ, 18-ի 24-ը։ Բայց ուրիշ ձև է հնչում ստեղ։ Ընկերներ կան, որոնք կործանում են վերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։ Ուրիշ ձև է։ Լավ, եկեք այսօր ռուսերեն ընդունենք։ Բառացի։ Ռուսերեն գրածա, кто хочет иметь друзей? Я хочу иметь. Ռուսերեն թարգմանության մեջ այլ ձևով է գրված է ով է ուզում ունենալ ընկերներ։ Тогда сам будь дружелюбным. Այդ դեպքում ինքդ եղիր ընկերասեր։ Я хочу иметь такого друга. Ես ուզում եմ ունենալ այդպիսի ընկեր։ Я хочу, чтобы кто-то меня поднял. Ուզում եմ, որ ինչ-որ մեկը ինձ բարձրացնի։ Я хочу, чтобы кто-то меня согрел. Որ ինչ-որ մեկը ինձ ջերմացնի։ Я хочу, чтобы кто-то меня укрепил, когда я слаб. Ուզում եմ, որ ինչ-որ մեկը ինձ ամրացնի, երբ ես թույլ եմ։ Писание говорит, тогда сам будь таким. Խոսքը ասում է այդ դեպքում ինքդ եղիր Я այդպիսի։ много раз слышал, Եվ ես շատ անգամներ լսել եմ, когда люди говорят, երբ մարդիկ ասում են. я всех поднимал, Ես բոլորին я բարձրացնում всем եմ, помогал, բոլորին օգնում я եմ, всех согревал, բոլորին ջերմացնում а եմ, теперь никого нету, чтобы кто-то меня так сделал. բայց հիմա իմ կողքին մեկը չկա, որ ինձ հետ այդպես У վարվի։ меня вопрос, Ինձ մոտ հարց կա, что делать со Словом Божьим, իսկ ինչ անել Աստծո խոսքի հետ, который говорит, вот то, что ты посеял, то и ты пожнешь. որտեղ գրված է, որ այն ինչ որ դու սերմանել ես, դա էլ մի օր հնձելու ես։ Что делать с этим Словом? Ինչ անենք այդ խոսքի հետ։ Но у меня нет никого. Բայց ինձ մոտ ոչ մեկը չկա։ Тогда у меня к тебе задание. Այդ դեպքում ես առաջադրանք ունեմ քեզ համար։ Продолжай поднимать людей. Շարունակիր բարձրացնել Продолжай մարդկանց։ согревать людей. Շարունակիր Даже ջերմացնել если никто тебе մարդկանց։ не отвечает. Նույնիսկ եթե ոչ մեկ քեզ չի պատասխանում։ Продолжай защищать людей. Շարունակիր պաշտպանել մարդկանց։ И один день ты увидишь, Եվ մեկ օր դու что կտեսնես, вокруг тебя որ քո շուրջը будут много людей. կլինեն շատ մարդիկ։ Ты даже когда захочешь упасть, не сможешь. Եվ այդ ժամանակ, երբ որ դու Потому что ուզենաս слишком ընկնես, много рядом չես с тобой будет. կարողանա, Ты որովհետև շատ даже կլինեն մարդիկ։ сделаешь решение, упасть не сможешь. Դու нույնիսկ որոշում կկայացնես, ընկնել չես կարողանա, որտեվ այդ մարդիկ քեզ չեն թողնի։ Аллилуйя. Аллилуйя. Так что, друг мой, мое послание, я думаю, ты взял. Այնպես որ ընկեր իմ կարծում եմ վերցրել ես ուղերձս։ Будь дружелюбным. Եղիր ընկերասեր, Продолжай сеять. շարունակիր սերմել։ Когда весь мир не делает это, ты делай это. Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դա չի անում, դու արա դա։ Когда все разделяются, ты будь единым. Երբ որ բոլորը բաժանվում են, դու եղիր միաբան։ Будь таким, как Библия говорит. Եղիր այնպիսին, ինչպես որ Աստծո խոսքն է ասում։ Аминь. Аминь. Все-таки прими, что двоим лучше. Ամեն դեպքում Аллилуйя. ընդունիր, որ երկուսին Հալելույա։ ավելի հեշտ է։ Слава Господу. Փառք Слава Տիրոջը։ Господу. Друзья, это проповедь, задание для тебя. Այս ուղերձը պարզապես քեզ համար հանձնարարական է, առաջադրանք։ Чтобы ты взял это слово и сказал, да, двоим лучше. Я буду в это верить. Որպեսզի դու վերցնես այս խոսքը եւ ասես, այո, ես піти հավատամ սրան, Если երկուսին ավելի հեշտ да, է։ а если у меня никого нет, Իսկ եթե ես ոչ մեկին չունեմ, я буду сам дружелюбным, сам ես буду поднимать. ինքս ընկերասեր կլինեմ եւ կբարձրացնեմ մարդկանց։ Аминь. Аллилуйя. Я вам могу свидетельствовать о нашей жизни. Ես կարող եմ նաեւ վկայել ձեզ մեր կյանքի մասին։ Мы старались, по крайней мере, каким-то образом помогать людям, поднимать их. Մենք փորձել ենք ինչ որ ձևով համենայն դեպս օգնել մարդկանց ու բարձրացնել նրանց։ И в самые кризисные времена нашей жизни, Եվ մեր կյանքի ամենաօրհասական ժամերին, когда мы даже не могли контролировать это, этот кризис все равно пришел. մենք երբ որ չէինք կարող կառավարել այդ կրիզիսը, քանի որ դա միևնույնն է եկավ այդ ճգնաժամը։ Откуда-то появлялись люди.
ինչ որտեղից մարդիկ էին հայտնվում։ Может быть, мы ожидали от других, может быть. Միգուցե մենք այլ մարդկանցից սպասումներ Или они ունեինք, не пришли. եւ նրանք չէին Но գալիս, люди были всегда, բայց մարդիկ միշտ կային, которые каким-то образом нас поддержали. ովքեր ինչ որ ձևով մեզ օգնում էին։ Которые, когда пришли, увидели меня или мою жену упавшим. Մարդիկ, ովքեր գալով ու տեսնելով ինձ իմ կնոջը ընկած վիճակում, Они не растоптали нас. նրանք մեզ չտրորեցին, Они просто подняли. այլ պարզապես օգնեցին բարձրանալ։ Которые закрывали своими молитвами нас, чтобы мы не исчезли. Ովքեր նաև իրենց աղոթքներով մեզ ծածկում էին, որպեսզի մենք չանհայտանայինք։ И такие люди были. Եվ այդպիսի մարդիկ կային։ И что, когда я увидел все это, Ու երբ ես այդ ամենը տեսա, я сказал, я буду продолжать это делать. ես ասացի, որ ես շարունակելու եմ դա անել։ Аминь. Ամեն։ Аллилуйя. Дорогой Отец, Թանկագին հայր, Твое Слово говорит, что двоим лучше, нежели одному. քո խոսքն ասում է, որ երկուսին ավելի լավ է, քան մենակ։ Дай нам иметь на самом деле Тебя как друга, во-первых. Տուր մեզ առաջին հերթին քեզ ունենալ որպես ընկեր։ Ты сам сказал, что Ты уже друг нам. Դու ինքդ ասացիր, որ այլևս մեզ համար ընկեր ես, Но дай и нам быть другом Тебе. բայց նաև թույլ տուր, որ մենք էլ քեզ ընկեր Помоги լինենք։ нам Духом Святым. Օգնիր մեզ քո Սուրբ Հոգու միջոցով։ И не только это, Господь. Եվ ոչ միայն դա Տեր, Также подсоедини нас друг с другом. նաև միաբանիր մեզ իրար հետ, Чтобы мы были опорой и подпорой для друг друга. որpիսի մենք հիմք ու հենարան լինենք իրար համար։ И во всем этом Եվ այս ամենի մեջ да прославится Твое имя. թող քո անունը լինի փառավորված։ Аминь. Ամեն։ Писание Иисус сказал, мир поймет наконец-то, что я послан Отцом. Помните? Հիսուսն ասում է, որ աշխարհը կհասկանա վերջապես, որ հայրն է ինձ ուղարկել։ Когда будете иметь любовь. Երբ դուք իրար հանդեպ սեր ունենաք։ Оказывается, с одной стороны так просто, а с другой, ну не просто. Иногда нужно, чтобы наша плоть умерла где-то. Պարզվում է մի կողմից հեշտ է, բայց մյուս կողմից էլ այնքան էլ հեշտ չէ։ Պարզապես կարիք կա, որ մեր մարմնավոր բնույթը մահանա։ Аминь. Пусть Господь благословит вас. Թող Տերը օրհնի ձեզ։ Շնորհակալություն Հովիվ ջան, շնորհակալություն։ Պետք է չէ եկեղեցում այս խոսքը։ Ես չեմ ուզում խոսեմ, ուզում եմ վերցնենք ժամանակ, խնդրում եմ կանգնենք ոտքի իրար ձեռք բռնենք։ Այն ինչ որ Աստծո մարդը հռչակեց, մենք պրակտիկորեն ուզում եմ գործադրենք։ Նայ կողքինիդ։ Ինքը ուրիշ պարգև է, ինքը ուրիշ ձև է, ինքը ուրիշ աչքեր ունի, ուրիշ բնավորություն, ուրիշ մատնահետք։ Բայց առանց իրար դուք չեք կարա։ Առանց իրար մենք պակաս ենք։ Եկեղեցի առանց ձեզ ես կիսատ եմ, պակաս եմ, թիմ։ Մեր թիմի բոլոր ծառայողները գիտեն, որ ես իրանց ասում եմ, ինչքան ես եմ ձեզ պետք, այդքան էլ դուք եք ինձ պետք։ Դուք լրացնում եք մեզ, առանց ձեզ մենք թույլ ենք, առանց ձեզ մենք կիսատ ենք, առանց ձեզ вообще կյանք կա որ, ես չգիտեմ։ Եկեք վերցնենք ժամանակ, աղոթենք, թույլ տանք, որ Տերը այս միությունը իր հոգով, իր յուղով, իր օծությամբ տանի։ Երեք ծառայողներով հավաքվել ենք, ես մի խոսք եմ կարդացել։ Եփեսացիների 4 գլխում Հովև Արտուրը այսօր ոնց որ ամբողջացրեց, որպեսզի հասնենք հավատքի միության ու միասին Քրիստոս ճանաչողության, որպեսզի հասնենք հավատքի միության, պիտի միասին որենք ժամանակ անցկացնելու լսել։ Հավատքը լսելուց է, հավատքի միությունը միասին լսելուց է ու միասին նույն լսածին հավատալուց է։ Եկեք թույլ տանք, եղամը կվերցնի մի երգ, ուղղակի փակեք ձեր աչքերը, թույլ տվեք, որ Տերը ձուլի ձեզ, թույլ տվեք, որ Տերը ձեզ զոդի, սվարկանի, իրար հետ, միացնի,
մեկ ես ականջեմ, ես չեմ ուզում աչքի հետ, առանց աչք չես կարա։ Ես ուրիշ եմ, հենց այդտեղ է մեր գեղեցկությունը։ Ամեն։ Հալելույա Տեր։ Հալելույա Տեր։ Քո եկեղեցին քո առաջ է Տեր։ Մենք քո առաջ ենք քո զավակներով իրարից լինելով տարբեր բնավորության, տարբեր պարգևով, բայց միևնույն ժամանակ բոլորս միասին քեզ մեր ներսում կրելով, հասկանալով, որ մենք գանձ ունենք մեր ներսում հողի անոթների մեջ ու դա դու ես Քրիստոս։ Տեր ես աղոթում եմ, որ ամեն մեկին մյուսի կարևորությունը ցույց տաս, ձուլես, զոտես, կպցնես, ամեն մեկին իրար, որպեսզի մենք միասին իրար հետ, ոչ թե առանցնացած, այլ միասին իրար հետ կառուցենք քո արքայությունը, իրար օգնելով, իրար պարգևը հասկանալով։ Նաև աղոթում ենք Տեր, ինչպես եղբայրս քարոզեց ու հռչակեց Տեր, սովորեցրում ես ճիշտ ընկեր լինելու, սովորեցրում ես լացողի հետ լացելու, ուրախացողի հետ ուրախանալու, սովորեցրում ես բարձրացնելու, սիրելու, ոչ թե իրար մեղքեր, իրար աչք մտցնելու, այլ բարձրացնելու, զորացնելու իրար անկախ ամեն ինչից։ Բարի Սամարացի, մեծ սարքի բարի Սամարացի, առաջինը մեկը մեկին հասնելու, օգնելու, սա քո պատվերն է ու քո հրամանն է մեզ։ Ու հիմա այս ժամանակը սիրելիներս օգտագործենք Աստծո ներկայության մեջ մնալու, իրանից վերցնելու, իրանով ձուլվելու։ Ամեն, հալելույա Տեր։ Ու հետո կունենանք ժամանակ իրար հետ շփվելու։
Բեթել երկի զգացողություն ունեմ, որ երբեմն գիտեք թշնամին ինչի վրա է խփում, դու իրանց պես չես, դու ուրիշ ես, դու իրանց պես չես փառաբանում, դու իրանց պես չես մտածում, դու ուրիշ ես, դու առանցնացի, այս սրա վրա ինքը բռնում է։ Ու ես քանդում եմ ամեն սուտ, ամեն սխալ միտք, որ թշնամին բերել է ձեր կյանքերի մեջ Հիսուսի անունով, ասում եմ հենց հիմա թող քանդվի իր ներկայության մեջ։ Դու ուրիշ ես, դրա համար դու պետք ես էլ Բեթելին։ Քո տեսակը, քո ուրիշ լինելն է պետք։ Ինչ արեց Հիսուսը, ինքը բարձրացավ, գերի վերցրեց գերությունը, մարդկանց պարգևներ տվեց ու հոդերով, հոդվածներով ամեն մարմնի մաս մեկի հետ կապեց։ Ու այս մարմնի մասերը իրար նման չեն, իրարից տարբեր են։ Դրա համար բոլոր այն մտքերը, որ դու ուրիշ ես, գնա առանցնացի, քո համար մենակ, քո յուղով տապակվի, վերջում, որ ես քեզ կարանամ սպանեմ մենակ, մի կողմ դիր, ասա ես ուրիշ եմ ու իմի ուրիշ լինելով ես ուզում եմ Քրիստոսի մարմինը գեղեցկացնեմ։ Ամեն։ Այն ինչ որ Տերը անում է, արեց խոսքի միջոցով ու անում է, որպեսզի ձուլի իր մարմինը ու լուծի ամեն սխալ մտքի, ամեն թշնամու մտածելակերպի հարց, դու պիտի ընդունես սա Հիսուսի անունով։ Ընդունի ու քայլի Հիսուսի անունով միաբանության մեջ ու կողքինիդ ու մյուսին տեսնելով որպես քեզ քույր ու եղբայր։ Հալելույա։ Ամեն։